ուզում ենք, որ երկար մնանք ու կմնանք։ Ազգությամբ ասորի ֆերմերը Կովսականում ցանկանում է երկար մնալ, որովհետև այստեղ աշխատելու հնարավորություններն է գնահատում, դրական էմոցիաները առաջին փորձի արդյունքներն են ապահովում, 140 հեկտար ձմերուկ է ցանել եւ վստահ է իր արտադրանքի պահանջարկը ավելի մեծ է։ Երեկ սկսվել են բերքահավաքի աշխատանքները։ Արցախցի հողօգտագործողին անծանոթ է դաշտում աշխատող տեխնիկան, մեղմ ասած անհասկանալի դաշտում կատարվողը։ Եթե մենք սովորենք օգտագործել ձմերուկի պատղամիսը կամ լավագույն դեպքում նաև կեղևը, բայց ոչ երբեք կորիզը, ապա այստեղ կատարվում է ճիշտ հակառակը։ Խնամքով առանձնացվում են կորիզները, իսկ մնացած մասը հյութի կամ մանրատված պտղամսի տեսքով մնում է դաշտում։ Պոլ Ալագաչը հանգստացնում է։ Սա հատուկ սորտի ձմերուկ է, որը աճեցնում են հենց կորիզի արտադրության համար։ Սովորաբար հեկտարից ակնկալվող միջին բերքը կազմում է մոտ 1.5 տոննա։ Ինչպիսին կլինեն արցախյան առաջին փորձի արդյունքները, սեփականատերը դեռ չի շտապում եզրակացություններ անել։ Էսի առաջի փորձն է, բայց մենք չգիտենք, մինչև վերջը լրիվ աղանք առաջի փորձը, հետո մենք պլյուս մինուս կիմանանք ոնց է։ Բերքատվության մասին եզրակացությունները կլինեն բերքահավաքի ավարտին։ Երեք աշխատանքների միայն առաջին փուլն է մեկնարկել։ Այս process-ը նույն դաշտում կկրկնվի 2-3 անգամ եւս մի քանի օրվա ընդմիջումներով, մինչև հասունանա ողջ բերքը։ Կարևոր է նաև շարունակությունը։ Հավաքված կորիզները պետք է չորացվեն։ Դա տեղում է իրականացվելու։ Օրախնդիր է չորանոցների կառուցումը։ 100% պիտի սկսենք, որովհետև ուրիշ չար չունենք։ Չորացվելուց հետո բերքն ամբողջությամբ կտեղափոխվի Գերմանիա։ Վերջնական վերամշակումը հենց այնտեղ է նախատեսվում։ Գերմանիայից թալունք ունենք, մեզ զավոդն է, այնտեղ խաշում են, ուրիշ բաներ դնում են, խառնում են ու բանի սիմուշկային ուման չրտում են։ Շահութաբերության մասին ֆերմերի խոսքերով շուկայում այս արտադրանքի 1 կիլոգրամի գինը տատանվում է $1.20-ից $1.40 սահմաններում։ Նաև արկա խնդիրները չի շրջանցում։ Դրանցից առաջինը աշխատուժի հետ է կապված։ 30, 40, մինչև 50 աշխատող գնում է։ Ու օրը 4000 դրամ ենք տալիս։ Սակայն դժվարը միայն մարդկանց պահանջվող թիվը ապահովելը չէ։ Այս դեպքում էլ զարմանալու հերթը արտասահմանցի ֆերմերինն է։ Մարդ շատ կա, բայց աշխատող չկա։ Բայց այս դեպքում էլ լավատես է։ Լավատեսության արմատները այլ տեղ պետք է փնտրել։ Սպառման շուկան հստակեցված է, ընդ որում պահանջարկն էլ բավական մեծ է։ Դա հաշվի առնելով նախատեսվում է հենց Կովսականում ընդլայնել ձմերուկի մշակությունը մինչև 500-ից 600 հեկտար, սակայն միայն ձմերուկով չեն սահմանափակվի, վստահեցնում է ծրագրերը ավելի մեծ են։ Պամիդոր, էլի չորացնենք, բադրջան, շատ բաներ կա, պիտի ճիրը սարքենք ստեղ։ Նուրեր Հովսեփյան, Հովիկ Առաքելյան, օր։